ծրագրի նպատակը հասկանալն էր միմյանց։ Այսինքն հենց ծրագիրը կոչվում է «Խոսիր ինձ հետ», ես քո հարևանն եմ, ու նախատեսում էինք գնալ Թուրքիա, հայկական խումբը գնալ այնտեղ ու հարցազրույցներ աներ թուրք հասարակության տարբեր շերտերին, ավելի ճանաչողական բնույթի տեսքով։ Եվ նույնը դրանից հետո թուրքերը, 4 թուրք երիտասարդ եկան այստեղ ու տարբեր ուրեմն շրջանակների հետ սկսեցին խոսել հայերի հետ, ու այսինքն միայն սահմանափակված չէր ցեղասպանության թեման, ավելի լայն, այսինքն պարզապես իմանալու համար, որովհետև մեզ մոտ միշտ այդ թշնամու կերպարը կա, մյուսի նկատմամբ, բայց մենք երբեք, ասենք, թուրքի չենք տեսել, թուրքի հետ չենք խոսել։ Ընդհանուր առմամբ ֆիլմը ներկայացնում է Թուրքիայում եւ Հայաստանում հայ երիտասարդության քննարկումները, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել 2010 թվականի նոյեմբերին։ Կարծում եմ, որ իսկապես դա քաղաքական խնդիր է, մեր ծրագիրը ավելի շատ ենթադրում էր, որ պետք է ավելի շատ զրույց լիներ երիտասարդների միջև, եւ մենք նկարահանում ենք այդ զրույցը, թե ինչ է տեղի ունենալու, բայց ֆիլմը ինքը ես կարծում եմ, որ ինքը ավելի շատ ներկայացնում է հենց հասարակությունները այսօրվա վիճակով, առանց որևէ բան ենթադրելու, այսինքն կարծրատիպերը ներկայացվում են այնպես, ինչպես որ կան։ Ամեն մեկը իր դիրքորոշումը ունի, շատ հետաքրքիր էր դրանք լսել ու նաեւ ֆիլմ տեղ տալ դրանց, որպեսզի մարդիկ էլ Հայաստանում, այսինքն չսահմանափակվեն միայն այդ օսմանցի թուրք կերպարի գիտակցումից։